70 սանտիմետր լայնությամբ, 20 սանտիմետր խորությամբ ու ավելի քան 6 մետր երկարությամբ այս փոսը վաղը ուրիշ չափսեր կունենա։ Օր-օրի խորանում, լայնանում, երկարում է։ Մեր հեռուստադիտողին ծանոթ է այս մի քանի մարդաբոյ փոսը։ 9 օր առաջ Հայլուրը անդրադարձել էր Տիգրան Մեծ Պողոտայի այս հայտնի փոսին։ Հաջորդ օրը փակել էին փոսը։ Այսօր առավոտյան արդեն գործընկերներս նկատել են, որ Տիգրան Մեծ Պողոտայի մեծ փոսը փակել են։ Վարորդների մրձավանջը դարձած փոսը սակայն նորից տեղում է ու շարունակում է խցանումների պատճառ դառնալ։ Վարորդները չափազանց դանդաղ, զգուշանալով են անցնում փոսի վրայով, որ չջարդեն մեքենաները, դա էլ խցանում է առաջացնում։ Երևանի քաղաքապետարանը չի թաքցնում, փոսի հարցը նախկինում չէին փակել, ժամանակավոր լուծում էին տվել։ Հիմա էլ նույնն են անելու, այս թաց եղանակին ուրիշ բան անել չեն կարող, պետք է ժամանակավոր ծածկեն, ինչպես 9 օր առաջ։ Սուտնս տեղային լուծումներ են տվել, այնքան որ ինչ-որ չափով փակվի դրանք, հիմնական աշխատանքները մենք սկսենք այն ժամանակ, երբ որ եղանակային պայմանները թույլ տա։ Չոր լինի գետինը, որպեսզի կարողանանք հիմնական աշխատանքներ անել։ Քաղաքային իշխանությունը հստակ հաշվարկ չունի, թե քանի քառակուսի մետր փոսալուծում կա անելու մայրաքաղաքում այս տարի։ Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, այս տարվա համար, նախորդ տարվա համար էլ նույն ձև 200,000 քառակուսի մետր ենք նախատեսել։ Մայրաքաղաքի ամենախորը վերքը Արինբերդի փողոցը հիմնանորոգելու են, հայտնում են քաղաքապետարանից։ Թե երբ այս փողոցի չոր ասֆալտին կերթվեկեն վարորդները, հայտնի չէ, հաջորդ շաբաթ դեռ նոր շինարարի մրցույթ է հայտարարվելու։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։